Բարև ձեզ։ Ես ընդհանրապես չեմ հանդիսանում Ազատություն ռադիոկայանի դիտորդ կամ ֆանատներից չեմ հետևում այդ էջին, բայց քանի որ մենակ այդ էջում հանդիպեց տվյալ նյութը, ուզում եմ կիսվեմ ձեր հետ, միասին դիտենք։ Թռասներից կուտոկին, ավակի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս է շենքերն է։ Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմաց տղամարդն արդեն մեկ օրից ավելի է ճաղերի հետևում է։ Մինչ վարչապետը երեկ երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին։ Ո՞տեղ։ Մի արա։ Մի արա, ապեր։ Շուշա չեմ ջարդը, մի արա։ Հերի, հերից։ Դեմից։ Ապե թող։ Թողը։ Գատիսա բաժինը թողա Շենգավիթի։ Դա շենք, ապե գալիս են, կանդալը հանձերիցս գալիս են։ Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն ձերբակալել գործարար տղամարդուն։ Բռնի կերպով ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Աղի կնոջս, ո՞տ այս է։ Հրելով բոլորիս, տարեց մորը այս սրա։ Փաստորեն ինչ է ստացվում։ Տվյալ տեսանյութում ինչ որ գործարար քաղաքացի անձ ոչ հարիր բառամթերքով խոսել է Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ կարճ ժամանակ անց իրավապահ մարմինները եւ ոչ միայն, քանի որ այնտեղ տեսնում եք նաեւ քաղաքացիական հագուստով տիպիկ, չգիտեմ, հետ սովետական, ռուսական տենց դիկտատորիալ ռեժիմի մասնիկ հանդիսացող քայլ, երբ առաջնորդի հասցեին վատ խոսքեր են հնչում ու տվյալ մարդուն գալիս են հայաթից գողանում են, տանում են բացատրական աշխատանքներ տանելու, ծեծելու եւ լռեցնելու համար։ Ինչ է ստացվում։ Երկրի առաջնորդը պոտենցիալ մարդասպանների, թալանչիների, չգիտեմ, եւ այլնի հետ իրենց այդ ռուսական կոլեկտիվով մասնակցում են ժողովրդին մանիպուլացնելու գործընթացի մեջ, մասնակցում են ընտրական պրոցեսին, նույն այդ հանցագործը մասնակցում է որպեսզի դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ, իսկ հայաստանյան իրավապահ մարմինները ընկած են առաջնորդի հասցեին վատ բաներ գրող, վատ բաներ խոսացող անձանց չեզոքացնելու գործի, սուրբ գործի հետևից։ Դա տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ես իհարկե ընդհանրապես դեմ եմ հավիախառն բառամթերքով քաղաքականության մասին խոսելուց, քանի որ 30 արդեն իսկ 5 տարվա մեջ ես չեմ տեսել, որ հայոյանքով խոսվող, չգիտեմ, խոսույթ ունեցող մարդիկ ինչ որ մի դրական բան բերեն քաղաքականության մեջ, դրական փոփոխություններ երկրի համար լավ լինի եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց դուք ասում եք, որ Հայաստանը ազատ խոսքի իրավունքի երկիր է։ Բա Հայաստանից դուրս մյուս նորմալ երկրներին, եթե նայեք, տեսնեք առաջնորդների հասցեին ինչ տիպի խոսքեր են հասցվում, ինչ տիպի վիրավորանքներ է հասցվում, բայց ոչ Եվրոպայում, ոչ Ամերիկայում, ոչ մեկ այլ նորմալ ցիվիլ երկրում քաղաքացիական հագուստով ոստիկաններ չեն գալիս տվյալ անձին իր հայաթից գողանում տանում, որպեսզի ծեծեն, բացատրեն, որ չպետք է հայհոյի շեֆին։ Այդ շեֆ-վասալ հարաբերությունները հարիր են Ռուսաստանի նման դիկտատորիալ ենթամշակույթ, կրիմինալ ենթամշակույթ ունեցող երկրներին, որը որ դուք շատ մեծ հաջողությամբ կրկնում եք նաև Հայաստանում։ Հետո էլ ուզում եք հավատացնել մարդկանց, թե երկիրը տոտալ վերափոխվել է, երկիրը ազատության երկիր է, երկիրը Ռուսաստանից կախում չունեցող, չգիտեմ, ազատ անկախ երկիր է։ Այդ ամեն ինչը չի անցնի, շատ թույլ եք սկսել, շատ վատ եք սկսել ու ինքներդ ձեր ոտքին կրակելու մեծ շանսեր եւ արդեն իսկ հնարավորություններ ունեք։ Խորհուրդ կտամ
իրական հանցագործների հետ չգնալ ընտրարշավի, երթում խեղդումներ ուտել, որ հեսա որ ընտրեք մեզ, մենք կդատենք այդ մարդկանց, երբ որ 8 տարվա ընթացքում մատը մատին չեք տվել ու այդ մարդիկ ձեր իսկ շնորհիվ ազատության մեջ վայելում են երկրի բարիքներն ու իրենց դիզած միլիարդները։